կարծիքի վրա հավերդին եմ կպաշտպան։ Նախորդն էլ տիկին Ավետիսյանը գրել, այդ արդեն 2020 թվականի դեկտեմբերի 22-ին, այլ որ ասում եք, այս են որ ռուսական օլիգարխ էին պատկանում եք։ Տիկին Ավետիսյան շատ ողջունում եմ ձեր շրջահայացությունը, հեռատեսությունը և սեփական կարծիքը արտահայտելու քաջությունը։ Ձեր էջիցը։ Ինչեր է, այս նորմալին ու աննորմալին վերադառնալով հարգելի գործընկերներ։ Ասում ենք, որն աննորմալ, որն աննորմալ, քաղաքացին աննորմալ, դες մեկն աննորմալ։ Հարգելի գործընկերներ, 126,000 դրամով ես գիտեք, Իջևանում եմ ծնվել, բայց Զեյթունում եմ մեծացել, Զեյթունցի եմ, պարոն Գաբրելյանն է Զեյթունցի, և կներեք, բայց ես բեցի թեմաներից եմ Զեյթունցու արժանապատվությունը ու մեր թավի ժողովրդինը շատ վիրավորված։ Ուրեմն Զեյթունում երբ որ ահռելի պարկինգը 126,000-ով ամսական վարձով եք տվել, հեյսին պատկանում, ու գնացել Մարացիային 12 միլիոնով վերցրել եք, տողներել Մարացիայի մեր գործընկերներ, բայց ես ու պարոն Գաբրելյանը այդ միտքը մի տեսակ ցանկ ենք տանում, էլի։ Այդ երբանից Զեյթունը դառավ 126,000, նույնատիպ բանը Մարացիայում 12 միլիոն։ Հարգելի գործընկերներ, եկած է պատկերացրած նորմալ, ասա, մեր գրպանից որտեղ այդ բիզնես մոդել է։ Այսինքն այդ բիզնես մոդելը ձեր գրպանից ուզում եք, այդ նորմալ է, այդպես բիզնես են անում առհասարակ։ Այդ որ սիստեմով ատենց, որ դու ունես օրինակ չգիտեմ, բաժակ, այս բաժակը տալիս ես բացող 126,000 դրամով, ու մի հատ ուրիշ նույնական համարյա բաժակ վերցնում ես 12 միլիոն դրամով, այդ սիստեմը։ Անին նայելով մի խոսենք, ասենք տիկին Ավետիսյանին նայելով խոսենք, որ չարձագանք։ Հետո կասեն հարաբերությունները փչացավ, այս արեց, այն արեց։ Եվ ասենց ոնց կլինի ժողովուրդ ջան, բայց լավ, այս հեքսի մասին դեռ շատ ենք խոսել ինձ թվում այնուամենայնիվ։ Սիրելի քաղաքացիներ, անցած տարիների ընթացքում հիմա քննարկվում է հենց այն հանձնաժողովի հարցը, որի համակարգման տիրույթում է նաև ենթակառուցվածքների շինարարությունը։ Մենք 4735 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել աղբերի դրությամբ հիմա